Վերադարձանք սիրելի ընկերներ եւ քիչ անց մենք մեր հյուրի հետ խոսելու ենք շատ կարևոր թեմայի շուրջ, հետեւյալն է թեման, ինչպես է ձևավորվում կնոջ վարկագիծը աշխատաշուկայում, ինչպիսի սահմանափակումներ են գալիս հասարակությունից եւ ինչպես է այդ ամենը ազդում նրա կարիերայի վրա։ Մեր հյուրի հետ այսօր շատ լուրջ թեմայից ենք մենք խոսելու։ Շատ ծավալուն նաև, դա է պատճառը, որ շտապ ենք ներկայացնել մեր հյուրին, կառավարման խորհրդատու HR փորձագետ Լաուրա Վիրաբյանն է մեր տաղավարում։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք այս առավոտը աշխատանքային եւ գիտենք նորություններով լի օրը հենց մեզ հետ սկսելու համար եւ կանայք աշխատաշուկայում։ Ինչպիսին է Հայաստանում վիճակագրությունը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Իրապես թեման հետաքրքիր է եւ գրեթե մի շոշափում եմ ինքս այդ թեման, աշխատաշուկայում կանանց ներգրավվածությունը զգալիորեն աճում է եւ միտումները կանանց դերի արժևորման, ներգրավման բավականին դրական են։ Եթե հենվեմ տվյալների վրա, աշխատաշուկայում ներկայումս 42% զբաղվածությունը շուկայի ապահովում են կանայք, 70% զբաղվածություն տղամարդիկ։ Իհարկե 42%-ը վատուցանիշ չէ, բավականին լավն է, բայց դեռ աշխատանք ունենք մենք անելու այդ մասով։ Եվ կարծում եմ, որ այն բոլոր ծրագրերը, այն բոլոր նախաձեռնությունները կամ խնդիրների մասին բարձրաձայնումները կարող են բերել հենց այդ ցուցանիշի դրական տեղաշարժին։ Այո, այդ խնդիրները նշեցիք, որոնք են հիմնական խնդիրները, որոնց վրա որ պետք է կենտրոնանալ ու զարգացնել։ Բազմաշերտ են այդ խնդիրները եւ իհարկե, չգիտեմ, պատահականություն է, թե համընկավ այսօր երբ հրավերը ստացա, շտապում էի նաև գրանցելու պետռեգիստրում Հայաստանի գործարար կանանց ասոցիացիան եւ ասոցիացիայի հիմքում դրվելու է հենց այդ խնդիրների լուծումը, որ մենք ունենք կանանց մի զանգված, ովքեր տնային տնտեսուհիներ են եւ նրանց պետք է օգնենք, խթանենք անցումը դեպի աշխատաշուկա։ Ունենք կանանց զանգված, ովքեր արդեն իսկ գործարար են եւ արդեն իսկ արժեք են ստեղծում եւ տնտեսության մեջ փոփոխություններ են բերում։ Իրենց միավորենք եւ այդ միավորման շնորհիվ նաեւ տանենք միջազգայնացման եւ մյուս կողմից նաեւ փորձենք այդ բալանսավորումը պահել կառավարման մեջ թոփ ղեկավարների մասով եւ իդեպ կան բազմաթիվ հետազոտություններ եւ ցուցանիշներ, որ այն ընկերություններում, որտեղ որ կանանց ներգրավվածությունը ղեկավար կազմում հավասարապես բալանսավորված է տղամարդկանց հետ միասին, տվյալ ընկերություններում անձնակազմը պահպանում է լոյալություն եւ դուրս չի գալիս աշխատանքից, տվյալ ընկերությունում կանայք կարողանում են ապահովել ավելի soft փափուկ հմտություններ, օրինակ թիմային աշխատանք, ապրումակցում եւ այս ամենը իդեպ ամրագրվում է նաեւ կորպորատիվ մշակույթի մեջ, իսկ արդեն երբ դա ամրագրվում է, դա արդեն իսկ դառնում է փաստաթղթավորված մոտեցում եւ իհարկե այս ներգրավումը բերում է, որ աշխատակիցը ամեն դեպքում իրեն պաշտպանված, հոգատարություն է զգում եւ դա բերում է այն միտումներին, որ լոյալության ինդեքսները ավելի բարձր են լինում եւ մնում աշխատում են հենց այդ ընկերությունում։ Ինչպիսի աշխատանք են փնտրում մեր օրերում հայաստանյան իրականության մեջ կանայք եւ ինչպիսին է պահանջարկը, ինչ մասնագետներ է փնտրում աշխատաշուկան։ Գիտեք, եթե այս հարցը դրվեր մի 5 տարի առաջ, ես կարող եմ ասել, որ կան հստակ ոլորտային տարանջատումներ, որտեղ որ մենք ինքներս ինքնաբերաբար այդպես դիվերսիֆիկացրել ենք, թե տղամարդիկ որ ոլորտում պետք է գործունեություն ծավալեն, առհասարակ կանայք որ ոլորտում, բայց կարծես այս հիբրիդային աշխատանքը կամ թվային մոտեցումները, որ թվային շուկան է շատ զարգանում եւ կան բավականին լավ ընկերություններ, որտեղ որ հենց ղեկավարները կանայք են կամ հենց իրենք են հիմնում այդ ընկերությունները, կարող եմ ասել, որ այդպիսի տարանջատում ներկայումս չեմ տեսնում։ Հնարավոր է կան որոշակի մասնագիտություններ, որտեղ որ այո, տղամարդկանց դերը ավելի կարևոր է, բայց այդպես տարանջատումներ այս պահին չեմ տեսնում, թե կանայք շատ ավելի ինտենսիվ իրենց կրթության վրա, իրենց կարողությունների զարգացման վրա մեծ ուշադրություն են դարձնում եւ առհասարակ ավելի շուտ են գնահատում, թե իրենք ինչ բացեր ունեն եւ շուտ այդ վերափոխումները իրականացնում են։
Օրեր առաջ կարդացի մի հրապարակում, որտեղ նշվում էր, թե նկատել եք հարցազրույցների ընթացքում հաջողված կանանց հետ, դա կլինի արվեստի, քաղաքականության, բիզնես ոլորտում, միայն կանանց են հղում հարց, թե ինչպես է կարողանում համատեղել աշխատանքն ու ընտանիքը։ Տղամարդկանց այս հարցը չեն տալիս։ Ինչու։ Ես գնամ երևի։ Եթե խնդիրի մեջ է, ես գնամ։ Չէ, մի կա։ Շատ լավ հարց եք տալիս, կարող եմ իմ փորձից ելնելով ասել, որ մենք ի սկզբանե այդպես առաքելություն ունենք բազմաթիվ այլ ֆունկցիաների մասով որպես կին, հետո նոր անդրադառնում ենք դեպի որպես աշխատաշուկայում մեր գործունեությանը, այսինքն կա այդտեղ առաջնահերթություններ։ Կարծում եմ այդ իսկ պատճառով է, որ հարց ուղղվում է կանանց, թե ինչպես են նրանք համատեղում կենցաղը, երեխաների խնամքը, տնային հոգսերը, աշխատանքի հետ միասին, մինչդեռ տղամարդկանց մեծ մասը այդ ամենից ազատված է։ Սա նկատի ունեմ նաև կարիերա կառուցելու ընթացքում, արդյոք կանայք եւ տղամարդիկ, եթե հավասար զրոյական կետից սկսեն, ավելի շատ խնդիրների բախվում են կանայք, թե սա պարզապես այլ իրականություն է, որը արդեն ժամանակավրեպ է մեր ժամանակներում։ Գիտեք, այսպիսի մի երևույթ կա, ապակե առաստաղ է կոչվում։ Այն վերաբերվում է հենց ղեկավար կազմին, երբ կինը օրինակ երկար տարիներ գործունեություն է ծավալում եւ ինքնին արդեն մտածում է, որ կարող է վերցնել իր վրա պատասխանատվություն եւ ղեկավարել կազմակերպությանը, բայց բախվում է այդ ապակե առաստաղին, որ ոչ ղեկավար կազմում պետք է միայն լինեն տղամարդիկ։ Այդ պատճառով եւ այդ հիմունքներից ելնելով կարող եմ ասել, որ այո, կան խոչընդոտներ, բայց դա այդ էֆեկտները լուծելի են, դրանք բարձրաձայնելուց հետո հենց լուծումներ են գտնում եւ հատկապես մենք հիմա տեսնում ենք միտումներ թե պետական հատվածում, թե մասնավոր հատվածում կանանց ներգրավվածության դինամիկ աճ։ Իհարկե դա ազդում է եւ տնտեսության աճի, եւ կրթության ոլորտի, եւ ընդհանուր մշակութային առանձնահատկությունների զարգացման վրա, քանի որ որտեղ որ կա կին, այնտեղ կա նորարարություն, իսկ մենք ապրում ենք հենց նորարար միջավայրում եւ դարաշրջանում, ապա խորհուրդս, որքան շատ ներգրավեն կանանց ղեկավար կազմում եւ որքան բալանսավորված պահեն որոշումների կայացման մեջ կնոջ դերը, նշանակություն տան այդ ամենին, իհարկե երկու կողմներ կշահեն։ Մենք ունենք հաջողված օրինակներ, որոնց մասին կարելի է խոսել։ Թեկուզ գլոբալ առումով։ Երբ կինը ղեկավար է, դե իհարկե կան այդպիսի վերազգային կորպորացիաներ կան, չգիտեմ, կարող եմ նշել անունները թե ոչ, որտեղ որ կանանց ներգրավվածությունը բերել է հենց այդ ընկերության դինամիկ աճին, որտեղ որոշումների կայացման մեջ իրենց տվել են տեղ։ Վերջապես նաև պետք է հիշենք, որ եթե պատմական ակնարկ ունենանք, առաջին պետություններից մեկը, որտեղ խորհրդարանում ներկայացված էին կանայք, որպես падգամավորներ, դա Հայաստանն է եղել, մեր առաջին հանրապետության ժամանակ մենք կին падգամավորներ ենք ունեցել, ու հիմա շատ հաճախ, երբ խոսում ենք աշխատանքային այդ խնդիրների մասին, որոնց բախվում են կանայք մեր օրերում, ուզում ես ասել, բայց ինչու հիմա, երբ մենք առաջ ենք գնում, երբ ժամանակին այս խնդիրները կանանց առաջ չեն եղել եւ շատ օրինակելի կանայք ունեցել ենք։ Հուսանք, որ առաջիկայում մենք կրկին կհանդիպենք եւ կունենանք հնարավորություն նաեւ ասոցիացիայի գործունեությանը մանրամասն ծանոթանալու, որովհետեւ մենք էլ մեր տաղավարում շատ հաճախ պատմում ենք այնպիսի օրինակների մասին, թե կանանց, թե տղամարդկանց ստեղծարար մտքի, որ կարողացել են իրենց փոքրիկ գաղափարը համատեղ ջանքերով նաեւ դարձնել իրականություն, վերածել բիզնեսի եւ մեր հաղորդման առաջին հատվածում էլ խոսում էինք, թե ինչպես է հայկական արտադրանքը ներկայանում միջազգային հարթակներում, դառնալ նաև միջազգային շուկայում Հայաստանը ներկայացնող անուն ու ազգանուն։ Եվ հուսանք, որ այդ թվում կանայք շատ ավելին կլինեն, քան այսօր է վիճակագրությունը ցույց տալիս։ Շնորհակալ ենք Անջի։ Շնորհակալ ենք շատ առավոտը մեզից սկսելու այս կարևոր թեմայի շուրջ խոսելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Իսկ մենք, սիրելի հեռուստադիտողներ, շարժվենք առաջ։